Ողջույն սիրելի հայրենակիցներ, աշխարհի բոլոր անկյուններից շնորհակալ եմ, որ կրկին մեզ հետ եք։ Եթե ձեզ հետաքրքրում են ամենաթարմ եւ ճշգրիտ լուրերը Միացյալ Նահանգներից, ապա վստահ եղեք, դուք ճիշտ ալիքն եք ընտրել։ Բայց մինչև անցնենք օրվա առաջին հատվածի կարևորագույն լուրերին, հիշեցնեմ բաժանորդագրվեք ալիքին եւ մի մոռացեք սեղմել լայք կոճակը։ Մեզ աջակցելու համար ընդհանրապես։ Երեք արդեն տեղեկացրել էինք այս մասին, այսօր կան ավելի շատ մանրամասներ, Լուիսվիլում փրկարարները շարունակում են որոնումները UPS ինքնաթիռի կործանումից հետո։ Նահանգապետն այսօր հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 9-ի։ Էնդի Բեշիրը նաև նշել է, որ զոհերի թիվը կարող է աճել, ասելով, որ 16 ընտանիք հաղորդել են անհետ կորած հարազատների մասին։ Ինքնաթիռը կործանվել է 3 երեկոյան ժամը 5-ից 15-ի սահմաններում։ Բարեբախտաբար հարևան ռեստորանը, որտեղ այդ պահին մարդիկային չի տուժել։ Բեշիրը նաև նշել է, որ ինքնաթիռը կարող էր խոցել Ֆորդի գործարանը կամ քաղաքի համաժողովների կենտրոնը, որոնք գտնվում են շատ մոտ, սակայն աղետն ավելի մեծ մասշտաբ չի ստացել։ Նահանգապետը հայտարարել է Team Kentucky Emergency Relief Fund արտակարգ ֆոնդի ստեղծման մասին զոհերի եւ տուժածների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։ Միևնույն ժամանակ Լուիսվիլի համալսարանական հիվանդանոցը հայտնել է, որ այրվածքներով բուժում են ստանում ծանր 2 հիվանդներ, իսկ 13-ը դուրս են գրվել։ Նորթ հոսպիտալը եւս հայտնել է 3-ի մասին։ Փորձագետները նշում են, որ ըստ տեսագրությունների ինքնաթիռը դժվարությամբ էր բարձրանում մոտ, իսկ ձախ շարժիչի հատվածում նկատվել է հրդեհ։ Քննիչները դեռևս չեն պարզել, արդյոք խնդիրը շարժիչի մեջ էր, շարժիչի ամրացման կառուցվածքում, թե այլ տեխնիկական մասում։ Տվյալ ինքնաթիռը McDonnell Douglas MD-11-ը արտադրվել է 1991 թվականին եւ վերջերս էր անցել տեխնիկական սպասարկում, ինչը նույնպես կքննվի։ Լուիսվիլի UPS կենտրոնը ամենամեծն է օրական 300 թռիչքով եւ ժամում 400 փաթեթ մշակման հզորությամբ։ Ավիատրանսպորտային կենտրոնի աշխատանքն այսօր առավոտյան մասամբ վերականգնվել է 1 թռիչքուղու բացմամբ, սակայն շրջակա բնակիչներին հորդորել են չօգտագործել խմելու ջուր, մինչև օդի եւ ջրի որակի փորձաքննության արդյունքները չհրապարակվեն։ Մոտակա բոլոր դպրոցներն ուսումնական հաստատությունները փակվել են, իսկ փրկարարները շարունակում են որոնումները հնարավոր նոր զոհերի կամ վիրավորների հայտնաբերման հույսով։ 34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանին հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում։ Նրա հաղթանակը նշանակում է արագ վերելք քիչ հայտնի նահանգային օրենսդրից մինչև դեմոկրատական կուսակցության ամենանշանակալի դեմքերից մեկը։ Հաղթանակից հետո Մամդանին ասել է. «Այսօր երեկո բոլոր դժվարություններին հակառակ մենք դա իրականացրեցինք։ Ապագան մեր ձեռքերում է։ Իմ ընկերներ, մենք տապալեցինք քաղաքական մի ողջ դինաստիա»։ Մամդանին կդառնա Նյու Յորքի առաջին մամեդական քաղաքապետը, հաղթելով նախկին նահանգապետ Էնդրյու Կոումոյին, որը մասնակցում էր որպես անկախ թեկնածու դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում պարտվելուց հետո նույն Մամդանիին։ Կոմոն խոսել է Մամդանիի հաղթանակի հայտարարումից հետո, ասելով. «Շնորհավորում եմ Զորան Մամդանիին, այս գիշերը նրանց գիշերն էր»։ Մամդանին քարոզարշավի ընթացքում առաջ էր մղում առաջադեմ գաղափարներ, սկսած գրեթե 1 միլիոն բնակարանի վարձավճարների սառեցումից մինչև քաղաքային ավտոբուսները անվճար դարձնելու նախաձեռնություն։ Ընտրարշավը վերածվել էր առհասարակ գաղափարական եւ սերնդային պայքարի ազգային նշանակությամբ։ Դեմոկրատները հաջողություններ են գրանցել նաեւ 2 այլ նահանգներում։ Վիրջինիայում Էբիգեյլ Սպեպենբերգերը հաղթել է նահանգապետի ընտրություններում, դառնալով այդ պաշտոնում ընտրված առաջին կինը։ Նյու Ջերսիում Միքի Շերիլը դարձել է նահանգապետ։ Բոլոր 3 թեկնածուներն էլ շեշտել են տնտեսական խնդիրները, հատկապես ապրանքների եւ բնակարանի մատչելիության հարցը։ Սակայն Սպեպենբերգը եւ Շերիլը ներկայացնում են կուսակցության չափավոր թևը, մինչդեռ Մամդանին հանդես էր գալիս որպես բացահայտ առաջադեմ եւ նոր սերնդի ձայն։ Նախագահ Դոնալդ Թրամփի նախորդ տարվա հաղթանակից հետո դեմոկրատները մնում են իշխանությունից դուրս Վաշինգտոնում, սակայն այս 3 ընտրությունները հնարավորություն տվեցին նրանց փորձել տարբեր ռազմավարություններ, նախքան հաջորդ տարվա միջանկյալ ընտրությունները, որոնց ժամանակ որոշվելու է կոնգրեսի վերահսկողությունը։ Հանրապետականների համար երեքշաբթի օրվա ընտրությունները փորձություն էին պարզելու, արդյոք այն նույն ընտրողները, ովքեր ապահովեցին Թրամփի հաղթանակը 2024-ին, կրկին կմասնակցեն, երբ նա քվեաթերթիկում չէ, կամ կքվեարկեն հանրապետականների օգտին։ Թրամփի վարկանիշը շարունակում է նվազել։ Տարբեր հարցումներով 53-ից 57% ամերիկացիները դժգոհ են նրա աշխատանքից, սակայն դեմոկրատներն էլ չեն կարողանում առաջընթաց գրանցել, ընտրողների կարծիքները կարծես հավասարապես բաշխված լինեն։ Սա առաջին խոշոր ընտրական օրն էր նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձից հետո, որն ինչպես նշեցի, ավարտվեց դեմոկրատական կուսակցության շեշտակի հաղթանակով։ Չնայած կուսակցության ներսում դեռևս շարունակվում է բանավեճը ապագա ուղեգծի շուրջ, արդեն պարզ է, որ Թրամփի խոստացած տնտեսական վերելքի ձախողումը լուրջ հարված է հասցնում հանրապետականներին 2026 թվականի միջանկյալ ընտրություններին ընդառաջ։ Թրամփը եւ հանրապետականները քարոզարշավում հիմնականում կենտրոնացած էին միգրացիայի, հանցավորության եւ մշակութային հարցերի վրա, սակայն ընտրողների գերակշիռ
մասը նշել է, որ իրենց գլխավոր մտահոգությունը տնտեսությունն է, բարձր գները, հարկերը եւ ապրուստի մակարդակը։ Ըստ AP Water Poll-ի հարցվածների գրեթե կեսը Վիրջինիայում եւ Նյու Ջերսիում նշել են, որ հենց տնտեսական դժվարություններն են իրենց քվեարկության շարժառիթը։ Հատկանշական է, որ նույն տնտեսական դժգոհությունը նախորդ տարի Թրամփին բերեց Սպիտակ տուն, իսկ այժմ նույն իրավիճակն աշխատում է ի վնաս։ Արդյունքները ցույց տվեցին, որ ընտրողները մերժել են նրա քաղաքական ուղեգիծը Վիրջինիայից մինչև Մեյն, Փենսիլվանիայից մինչև Նյու Ջերսի ու Կալիֆոռնիա։ Ավելի քան 60%-ը հայտնել է, որ զայրացած կամ դժգոհ է երկրի ընթացիկ վիճակից, եւ միայն երրորդն է նշել բավարարված է կամ ոգևորված։ Թրամփը փորձել է հեռու մնալ ընտրություններից, սակայն նրա քաղաքականությունը, ներառյալ բյուջետային կրճատումները եւ պետական աշխատողների կրճատման ծրագիրը դարձել է դեմոկրատների գլխավոր հաղթաթուղթը։ Ընտրություններից հետո Թրամփը սոցիալական ցանցում գրել է. «Ես չկայի քվեաթերթիկի վրա եւ կառավարական փակումը հենց այս երկու պատճառներն էլ հանրապետականներին այս երեկո պարտության բերեցին»։ Դեմոկրատները հաղթել են նաև Փենսիլվանիայի Գերագույն դատարանի 3 տեղերում, ինչը կարող է որոշիչ լինել քվեարկության օրենսդրության հարցերում ընդառաջ 2026-ի եւ 28-ի ընտրություններին։ Այլ նահանգներում պահպանողական նախաձեռնությունները նույնպես պարտություն են կրել։ Մեյնում մերժվել է անձնագրով քվեարկության պահանջը, բայց ընդունվել է Կարմիր դրոշի օրենքը, որը թույլ է տալիս սահմանափակել վտանգավոր անձանց զենքի հասանելիությունը։ Կոլորադոյում հաստատվել է հարկերի բարձրացում ավելի քան $300,000 եկամուտ ունեցողների համար։ Կալիֆոռնիայում քվեարկությամբ հաստատվել են նոր կոնգրեսական սահմանազատումներ, որոնք կարող են դեմոկրատներին տալ մինչև 5 լրացուցիչ տեղ ներկայացուցիչների պալատում արդեն հաջորդ տարի մինչանկյալ ընտրություններում։ Չեմ կարող չնշել, որ ընտրությունները կամ անցնում էին այսպես կոչված դեմոկրատ նահանգներում, կամ տատանվողներում եւ հանրապետականներին դժվար էր նույն հաղթանակը գրանցել, ինչ արեցին դեմոկրատները։ Նույն թեմայի շարունակությամբ այսօր արդեն Սպիտակ տանը եւ 1 տարի անց այսպես կոչված ճակերտավոր ասած այն մեծ ու գեղեցիկ հաղթանակից, ինչպես բնորոշում է Թրամփը, նախագահը Վաշինգտոնում նախաճաշ էր հրավիրել հանրապետական սենատորների հետ։ Անդրադառնալով վերջին օրվա ընտրություններին, կառավարության փակմանը եւ առաջիկա քաղաքական մարտահրավերներին, Թրամփը խոստովանել է, որ արդյունքները հանրապետականների համար հաջող չեն եղել։ Նրա խոսքով դրանք անցկացվել են հիմնականում դեմոկրատական շրջաններում եւ թեև արդյունքները անսպասելի չեն եղել, դրանք լուրջ ազդակ են, որ պետք է փոխել մոտեցումները։ Մենք ունեցանք հետաքրքիր երեկո, սովորեցինք շատ բան եւ դա պետք է ճիշտ օգտագործենք, ասել է նախագահը, հավելելով, որ պատրաստվում է քննարկել վերջին ընտրությունների հետևանքները կուսակցական ղեկավարության հետ։ Թրամփի ելույթի առանցքային թեման կառավարության պատմական շատդաունն էր, պետական գործառույթների դադարեցումը, որը նրա խոսքով առաջացել է դեմոկրատական կուսակցության անփութության եւ ծայրահեղական դիրքորոշման պատճառով։ Մենք հիմա գտնվում ենք Ամերիկայի պատմության ամենաերկար կառավարական փակման փուլում։ Դեմոկրատական ծայրահեղականները ցույց են տվել զրոյական հետաքրքրություն կառավարությունը վերաբացելու հարցում, նշել է նա։ Նախագահը զգուշացնում է, որ միլիոնավոր ամերիկացիներ կարող են մնալ առանց սննդային նպաստների, SNAP բենեֆիցի մասն է խոսքը, իսկ ավիացիոն համակարգը լուրջ ճնշման տակ է։ Թրամփը հատուկ շեշտել է Սենատում գործող ֆիլիբաստերի համակարգը, որը թույլ է տալիս փոքրամասնությանը արգելափակել օրենսդրությունը։ Նա հերթական կոչն է արել հանրապետականներին վերացնել այն օրենքների ընդունման գործընթացը արագացնելու համար։ Եթե չվերացնենք ֆիլիբաստերը, 3 տարի շարունակ ոչ մի օրենք չենք ընդունի, հայտարարել է նախագահը։ Թրամփի խոսքով առաջիկա 2 տարիները վճռորոշ են լինելու երկրի օրենսդրական եւ քաղաքական ապագայի համար։ Նա հայտարարել է, որ եթե հանրապետականները գործեն միասնական կկարողանան ամբողջությամբ վերականգնել երկիրը եւ ամրապնդել Ամերիկան։ Մենք կանցկացնենք ամենաարդյունավետ օրենսդրական տարիները եւ երկիրը կրկին կլինի կատարյալ։ Սա մեր պահն է, եզրափակել է նախագահը։ 36 օր շարունակ Միացյալ Նահանգներում կառավարությունը մնում է մասնակի փակ սահմանելով պատմական ամենաերկար կառավարության փակման ռեկորդը։ Միլիոնավոր ամերիկացիների կյանքը խաթարված է սննդի, առողջապահության եւ ավիացիոն ծառայությունների խափանումների պատճառով։ Զուգահեռ 100 հազարավոր պետական աշխատողներ մնում են առանց աշխատավարձի։ Նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվում է բանակցել դեմոկրատների հետ, մինչև նրանք չհամաձայնեն վերաբացել կառավարությունը։ Դեմոկրատները պահանջում են վերականգնել առողջապահական ապահովագրության դաշնային սուբսիդիաները, որոնք սպառվում են այս տարեվերջին։ Սենատի դեմոկրատական առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է. ընտրությունների արդյունքները պետք է ստապեցնող ազդանշան լինեն Թրամփի համար։ Ժամանակն է հանդիպել մեզ հետ եւ վերջ տալ այս ճգնաժամին։ Թրամփի առաջին ժամկետի ժամանակ էր, որ տեղի ունեցավ ամենաերկար շատդաունը 35 օր։ Այն ժամանակ նա պահանջում էր ֆինանսավորումը ԱՄՆ-Մեքսիկա պատի կառուցման համար, սակայն ի վերջո ստիպված եղավ զիջել։ Այս անգամ սակայն նախագահը գրեթե չի մասնակցում բանակցություններին, իսկ Սենատի եւ Կոնգրեսի ղեկավարները մնում են փակուղում։ Հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է. «Սա տխուր պատմական պահ է, բայց մենք չենք դադարեցնի մեր պայքարը»։
Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս մասնավորապես տարեսկզբին տեղի ունեցած հրդեհների մասով։ Լոս Անջելեսի քաղաքապետարան է ուղարկվել անանուն մի նամակ, որի հեղինակներն իրենց ներկայացրել են որպես ներկայիս եւ նախկին բարձրաստիճան հրշեջ ծառայողներ։ Նրանք պնդում են, որ քաղաքային հրշեջ վարչությունը չէր կարող ինքն իրեն քննել կապված վերջին պալիսեյցի ավերիչ եւ մահացու հրդեհի հետ։ Նամակը 7 էջանոց կազմված է վարչության պաշտոնական նամակաթղթի վրա եւ հասցեագրված է քաղաքապետ Քերենբասին ու մի քանի քաղաքային խորհրդականներին։ Հեղինակները պնդում են, որ հրդեհից հետո կազմված պաշտոնական զեկույցը լի է բացթողումներով։ Նրանք նշում են, որ նույն պաշտոնյաները, որոնք որոշումներ էին կայացնում հրդեհի ժամանակ, հենց իրենք են վերահսկել զեկույցի պատրաստումը, ինչը իրենց խոսքով շահերի բախում է։ Քաղաքապետ Քերենբասը CNN-ի հետ զրույցում հաստատել է, որ անկախ հետաքննություն է հիմա մեկնարկել, որը կարող է տևել եւս մի քանի ամիս։ Վերջում մանկոչ հյուրի մասին։ Ալթադինայում տներից մեկի բակի լողավազանում զովանալու էր եկել արջը։ Շերիֆի գրասենյակն է կիսվել տեսանյութով, հումորային գրառմամբ, սակայն նաև զգուշացրել է բնակիչներին վերջին շաբաթներին, որ նկատվում են արջերի թվի աճ լեռնային թաղամասերում։ Հարկավոր է զգոնություն պահպանել։ Բնակիչներին հորդորում են աղբը պահել արջապաշտպան տարաներում, մաքրել ծառերից ընկած պտուղները եւ չթողնել բաց գազօջախներ կամ խորովածի մնացորդներ, որոնք գրավում են կենդանիներին։ Բարեբախտաբար այս բրդոտ լողորդը առանց միջադեպի է հեռացել դեպի անտառ։ Այս ժամի համար այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Կհանդիպենք երեկոյան թողարկմանը։ Առողջ եղեք։